քանի մենք այս ֆիզիկական փորձառությունն ենք ապրում, ցանկացած դեպքում, ինչքան էլ թեորիապես հասկանանք, որ բոլոր ժամանակները միաժամանակ է լինում, մենք ընտրել ենք այս ձախից աջ ժամանակի ընկալումը, որպեսզի կարողանանք այս ֆիզիկական փորձառությունը ապրենք, հա։ Ինեսա ջան, ուրեմն նայ, մենք տեսնում ենք անցյալը, ներկան ու ապագան։ Սենց ենք տեսնում, որտեղ մենք երրորդ հարթության մեջ ենք։ Երբ որ մենք խոսում ենք արդեն 5-րդ հարթության գիտակցություն դառնալու մասին, որը որ մեր հոգևոր աշխարհի ինքը 5-րդ հարթությունն է։ Դու արդեն որ sense վերևից ես նայում, արդեն էլ չես մտնում այս ֆիլմի մեջ։ Արդեն բոլոր 3 ժամանակները միանգամից առաջ են գնում։ Հասկանում ես, այսինքն ոչ թե ապրում ես անցյալդ, ներկատ ու ապագատ, այլ ապրում ես անցյալդ, ներկատ ու ապագատ միևնույն ժամանակ։ Ոչ թե ձախից աջ է արդեն գնում, որտեղ դե ժամանակ հասկացողություն չկա։ Ինքը sense միանգամից մեծանում, ընդհանրապես ընդարձակվում է։ Այսինքն դու միակ բանը, որ կարաս անես, ապրես ներկատ։ Փոխեցիր ներկատ, սարքեցիր ավելի լիարժեք։ Դու հարստացնում ես թե քո անցյալը, թե քո հնարավոր ապագան։ Դուք մենակ մի բանը, որ կարաք անեք, դա լինեք հիմա ու այստեղ։ Ու տեսնեք այս պայդրությամբ ինչ կարող եք անեք, որպեսզի ասենք ձեր հարազատների մարդկության, հա, ասենք մեր ազգի կյանքը ոնց կարանք փոխենք։ Անցյալը միակ ձևը փոխելու ու ասենք ավելի բարենպաստ ապագա ստեղծել է, դա այսօր ներկայի վրա կենտրոնանալն է։